Թող այսօր մի հատ թեմա կա, որը որ երկար ժամանակ սրտից դրված էր ու ես զգում եի, որ այս թեման պետքա կիսվեմ ու նույնիսկ իմ քույր եղբայրների հետ ում հետ որ մտերիմ եմ, ում հետ որ առօրյա շփում ունեմ, միշտ շփում ունեմ, նրանց հետ միշտ կիսվում եմ այս թեմայի շուրջ եւ այս թեման շատ է էփած ու կարեւոր իմ համար, որովհետեւ ես ուզում եմ լինել միտեղ, որտեղ որ ընտանիք է։ Ամեն։ Ուզում եմ լինել միտեղ, որտեղ կա իսկական անկեղծ մաքուր շփում։ Դա ինձ համար կարևոր է։ Երբ որ մենք գալիս էինք այստեղ Միացյալ Նահանգներ, մենք ընտանիքով աղոթում էինք, ասում էինք, Տեր, կարևոր չի, որ լինենք մեծ եկեղեցում։ Անկեղծ կարանք լինենք մեծ եկեղեցում։ Երևանում երկար տարիներ եղել ենք մեծ եկեղեցում, մեծ հարգանք ենք ունեցել, վայելել, բայց դա կարևոր չի։ Կարևորը մենք աղոթեցինք, որ լինենք մի եկեղեցում, որտեղ որ ընտանիք են։ Եվ այս եկեղեցին իսկապես հավատում եմ, որ ընտանիքի պես է։ Մենք որ եկել ենք այստեղ, մենք զգացել ենք դա։ Ես երեսպաշտություն չեմ անում։ Ես միշտ դա ասել եմ։ Ամեն եկեղեցի ունի իր խնդիրները, ամեն տուն ունի իր խնդիրները, բայց մենք այստեղ զգում ենք որպես ընտանիք, Աստված օրհնի ձեզ։ Բայց այսօր մի խոսք ուզում եմ կիսվեմ ձեզ հետ, որ իսկապես շատ կարևոր է, որ եթե բռնենք այս խոսքը, մեր ընտանիքը ավելի կզորանա, ավելի կբարգավաճի։ Մենք ինքներս ավելի սուրբ անարատ ու առողջ կկանգնենք Տիրոջ առջև, ամեն։ Կորինթացիս 12-րդ գլխի 25-27 խոսքերը ուզում եմ կարդամ ու սկսենք այսօր։ Որ մարմնի մեջ տարաձայնություն չլինի, այլ որ անդամներ իրար համար նույն հոգսն ունենան։ Եվ եթե մեկ անդամ ցավում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ցավում են։ Եվ եթե մեկ անդամը փառավորվում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ուրախանում են։ Եվ 27-րդ համարը շատ զորավոր է։ Արդ դուք Քրիստոսի մարմին եք եւ մեկ նրա անդամներ։ 1000 տարի լսել ենք այս խոսքը։ Դուք Քրիստոսի մարմինն եք։ Դուք Քրիստոսի մարմնի անդամներն եք։ Երկար ժամանակ լսել ենք, բայց եկեք մի քիչ խորանանք այս խոսքի մեջ։ Ես ու դու Քրիստոսի մարմնի անդամներն ենք։ Ամեն։ Ահա Քրիստոսի մարմինը հավաքվել է այստեղ։ Գլուխը Տերն է, մարմինը այստեղ հավաքված է։ Ամեն։ Մենք այսօր կարող ենք խոսել մարգարեություններից, կարող ենք խոսել Սուրբ Հոգու պտուղների մասին, կարող ենք խոսել, թե ինչպիսի գործ են անում առաքյալները, մարգարեները, հովիվները, ավետարանիչները, ուսուցիչները, բայց շատ աննշան թվացող մի բանի մասին ենք ուզում ես այսօր խոսեմ։ Մենք Քրիստոսի մարմինն ենք։ Չեմ ուզում խոսեմ առաքյալների մասին, չեմ ուզում խոսեմ մարգարեների մասին, չեմ ուզում խոսեմ մնացածի եւ հովիվների եւ ավետարանի, ոչ մեկի մասին չեմ ուզում խոսեմ։ Ուզում եմ այսօր խոսենք մեր մասին։ Ուզում եմ պարզապես մեր հայացքը այդ շատ մեծ բաներից մի քիչ իջացնենք, մի հատ փոքր բանի վրա կենտրոնացնենք։ Ես ու դու Քրիստոսի մարմին ենք։ Ամեն։ Եվ ահա եկել ենք այստեղ Ինչ երկու վիճակ կա մեր մոտ, որ այստեղ եկել ենք, չէ՞։ Շատ կարևոր է։ Եկել ենք, մենք Քրիստոսի մարմին ենք, մենք քանի որ մարմին ենք, մենք հաղորդակցություն ունենք Տիրոջ հետ, ամեն։ Բայց երբեմն չունենք, ինչն է պատճառը, որովհետև երկու տրամադրությամբ ենք երբ սովորաբար գալիս եկեղեցի։ Եթե երրորդը կա, ինձ հուշեք, ես այս բանին չեմ հիշում։ Կամ տրտմությունով կամ ուրախությունով, ամեն։ Այնպես չի, որ ասում եմ, ինչ որ մեկին մատնանշում եմ, դու տրտմությունով ես եկել, Քավլիցի։ Բազում անգամներ ես պատմություն կա, որ կպատմեմ, կիմանաք, որ ես ինքս շատ անգամներ տրտմությունով եմ եկել եկեղեցի։ Բայց երբ որ գալիս ես տրտմությունով եկեղեցի, մի հատ շրջանառություն կա, որ այդ շրջանառությունը, մի հատ հաղորդակցություն կա, որ այդ հաղորդակցությունը քո տրտմությունը հեռացնում, ամեն։ Ի վերջո, եկեք հայերեն լավ խոսք կա, որ ասում է ծուռ նստենք դուզը խոսանք, չէ։ Եկեք
ճիշտ ասենք, երբ որ դու տրտում ես, ոչինչ չես ընդունում։ Ոչ մի խոսք, որ երկնքից եղել է, գիտեք, երկնքից կրակ է թափվում, մարդիկ օրհնում են, երկրպագում են, ես տրտմության մեջ ասում եմ, բախի ես չեմ զգում ես ներկայությունը, որովհետև տրտմություն կա։ Երբ որ տրտմություն կա, փակում է սրտիդ դռները, փակում է Տիրոջ խոսքի առջև, փակում է Տիրոջ ներկայության առջև, ամեն։ Եվ երբ որ մենք ներս ենք գալիս, առաջի գործը, որ մենք պետք է անենք, տրտմությունը թողենք, փորձենք թողել։ Ամեն։ Շատ տարիներ առաջ էր, ես դեռ չէի ծառայում, գնացի մեծ լավ եկեղեցի էր, փառաբանությունով, բանով, ուրախությամբ մտա, ասի Տեր, վերջապես կհանգստանամ քո ներկայության մեջ, եւ բանը կարգ ու կանոնի ծառայողը եկավ, այստեղ չի կարելի, գնում եմ նստեմ, այնտեղ էլ չի կարելի, գնում եմ նստեմ այնտեղ ու շատ նեղացրեց։ Շատ լուրջ նեղացրեց։ Ես էլ երիտասարդ տղա։ Այդպես էլ ես այտենց տրտում, այդտեղ շատ ճանաչված քարոզիչ էր, հիմա չեմ հիշում ով էր, բայց շատ ճանաչված քարոզիչ էր քարոզելու։ Այդպես էլ այդ հավաքույտից ոչինչ չվայելեցի։ Շատ կարևոր է, որ մենք, երբ որ Աստծո տան մեջ ենք, տրտմություն չունենանք, այդ լարվածությունը չունենանք, բայց իհարկե պարզ մի հատ հարց, ինչպես անենք, տրտում եմ, եկել եմ, չէ, բա ոնց անեմ, ամեն, գիտեք, դրա համար գոյություն ունի, քիչ առաջ սկզբից ասեցի, շրջանառություն, դրա համար գոյություն ունի շփում, ընդամենը մի կարճ, քանի 1-2 ամիս առաջ էր, եթե չեմ սխալվում, ես նորից տրտմությունով եկեղեցում էի, բայց պետքա ծառայեի, աղոթում է, ասում է, Տեր ջան, խնդրում եմ, մի բան արա, կանգնած եմ այդտեղ աղոթում եմ, աղոթքա գնում, եւ կանգնած ասում եմ, ինչ պետք է անեմ Տեր, որովհետեւ գիտեք, երբ որ ծառայում ես, հատկապես երբ որ ծառայում ես, դու պետքա կատարյալ դատարկ կանգնես Տիրոջ առջև, չէ՞։ Անենց մի հատ հասարակ ձևով Աստված ինձ օրհնեց, չեք պատկերացնի, հիմա ասեմ կխնդակ։ Այս Սարան, մեր փոքրիկ Սարան, որ Ալեքսի Արփի աղջիկը, երբեք այտենց չէր արել, մենք էլ եկավ կանգնեց նայեց սենց դեմքիս, սենց ժպտաց, ֆրազ սենց մեջքը սենց պահեց, յանım սիրի ինձ, թողեմ էթամ։ Սենց գրկեցի, սիրեցի, պաչիկ արեցի, սենց ուրախ թողեց գնաց, լսի ամբողջ տրտմությունս գնաց։ Իսկապես ամբողջ տրտմությունը ինձանից հեռացավ։ Մենք երբեմն կարծում ենք, որ գնանք հովիվը, ինչ-որ քարոզի կամ փառաբանության հովիվը ինչ-որ բան, բայց անկեղծ պետքա լինեմ, ինձ համար երբեմն կարգ ու կանոնի ծառայողները շատ ավելի կարևոր գործ են կատարում, քան թե փառաբանության հովիվը կամ նույնիսկ հովիվը։ Գիտես, երբ որ դու մտար ներս եւ ինչ որ մեկը քեզ չողջունեց, ինչ որ մեկը քեզ մի քիչ չքաջալերեց, դու այտենց փակել կմնաս, չէ՞։ Եվ այտենց փակել աշխարհ հովիվը երկնքից կրակել իջացնի փակ աստեղ։ Ամեն։ Ամեն։ Ես հիշում եմ երկու դեպք եմ հիշում, որ իմ բանը իմ մտածելակերպը լուրջ փոխեց այս բանի շուրջ, որ հիմա ես խոսում եմ, որ շատ կարևոր է, որ մենք հաղորդակցություն ունենանք իրար։ Դրա համար եմ ասում, արիլա թողենք հովիվին, թողենք փառաբանության հովիվին, մենք մեր մասին եկեք խոսանք։ Գիտեք, շատ տարիներ առաջ էր, փոքրիկ մի հատ գյուղում ես ծառայում էի փառաբանության վրա եւ հետաքրքիր մի բան ստացվեց։ Ընկերոջս հետ, որի անունը Մայիս է, հիմա էլ կա շատ լավ Տիրոջ մոտ լեցված, շատ լավ անձնավորություն է, հիմա Ռուսաստանում է ծառայում։ Կանգնած ենք եկեղեցու դուրսը։ Ժողովուրդը գալիս են, գիտես, ամենասկիզբը ես հիշում եմ, մի հատ արուս քույրիկ ունենք, շատ լավներ ինքն էլ։ Ասենց տրտմությունով եկավ, ասենց նայեցի, բանը կրակը մեջս բորբոքվեց։ Ասում եմ, արուս քույրիկ, բա ջան, ասում եմ,
դեմքիդ դու տեսել ես, մի հատ հայլի նայել ես, քեզ ասում է, չէ, ինչ ա եղել դեմքից բանկ, ասում եմ, չէ, դա տրտմությունը, տիրոջ տուն ես գալիս, ո՞նց ես տենց տրտում, խնդած, ասի քաջալերեցինք, ասացինք տիրոջ ներկայությունը քեզ հետ է, Տերը քեզ հետ է, ոչ մի բան չկա, որ քեզի կարողանա անկճի, քույրս բան ուրախացած գնաց։ Եվ կանգնած այդ եկեղեցու հայաթի մեջ բոլոր քույրի եղբայրները, որ գալիս էին, բոլորին անկախ մեզանից առանց մտածել, բոլորին քաջալերում էինք եւ ներս էինք թողնում։ Անկախ մեր կամքից, անկեղծ եմ ասում, դրանից հետո տենց կան, որ եկեղեցիներ կան, որ հատուկ ասում են, դնում են կարգու կանոնի ծառայողներին, ասում են քաջալերեք մտնողներին ու շատ լավ բան է դա, բայց դա մտածված չէին կանում։ Կանգնած բոլորին քաջալերում էինք ու բոլորը ներս էին գնում։ Քույր եղբայրներ, այդ օրվա պաշտամունք, այդ օրվա փառաբանությունը եզակի էր իմ կյանքի մեջ։ Դուք չեք պատկերացնում, որ այդ ամբողջ 100 հոգուց ավել մի բերան այնպես էին երգում ու պաշտում Տիրոջը, որ ես այդպիսի փառաբանություն չեմ լսել։ Այդպիսի մի հատ դեպք նաև եղավ դրանից հետո, երբ որ տարիներ հետո սեմինար կար Հայաստանում եւ Intergity Music Company-ն մեկ շաբաթյա սեմինար էր կազմակերպել Հայաստանում, որ բոլոր դենոմինացիաներից կանչված էին։ Եվ ճանաչված մեկ երգիչ էր եկել Ամերիկայից, որ Դոն Մոեն անունով։ Վստահ եմ շատերս գիտենք իրեն։ Եվ Մայքլ Քոլման անունով այդ company president-ը, որ շատ այն ժամանակ Ռոն Քենոլի, Դոն Մոեն, Փոլ Վիլբուրն, դրա երգերը այդ company-ն էր թողարկում դրա այդ CD-ները։ Շատ օրհնյալ եղբայր էր այդ Մայքլը, եւ գիտես այդ օրերից մեկը ինքը բոլորի համար աղոթում էր։ Ասենք պաշտամունք չսկսած, բոլորը գալիս էին, մեկի համար աղոթում էր, մարգարեանում էր ու շատ երկար, մոտ 1 ժամ, ժամ ու կես բոլորի համար աղոթեց այդտեղ։ Բոլոր հովիվների համար շատ ու ինձ համար էլ աղոթեց։ Գիտես, այդ աղոթքից հետո սկսեցինք պաշտամունքը, երկրպագությունը։ Եվ այդ երկրպագության ժամանակ դա մենակ ես չեմ ասում, դա այն ժամանակվա մեր եկեղեցու հովիվներ այդտեղ շատ Հայաստանի բոլոր հովիվներ, հիմնական ինչ եկեղեցի գիտեք, այդ բոլոր եկեղեցիների ծառայողական խմբերը այդտեղ էին։ Գիտեք, պաշտամունքի ժամանակ մի հատ ձայն լսվեց, մի հատ ձայն բարձրացավ, որ բոլորս աչքերներս բացինք, կողքերներս էինք նայում։ Էս ինչ ձայն է, ոնց որ մարդկային ձայն չլներ, կարծես հրեշտակները միացել էին այդ երկրպագությանը։ Մեկ սրտով, մեկ հոգով այնպիսի փառաբանություն էր գնում, կարծես երկինքը խառնվել էր երկրին։ Ու անկեղծ բոլորս աչքերս բաց, չգիտեմ, Միսակը այստեղ կարող է հիշի լսել այդ մասին թե չէ։ Բոլորս աչքերներս բաց, ասենց նայում ենք իրար, ասում ենք, էս ինչ ձայն է։ Գիտեք, երբ որ այդ արգելքը, տրտմության արգելքը, երբ որ անցնում է, երբ որ գնում է, Տիրոջ զորությունը, Տիրոջ ներկայությունը ազատորեն հոսում է, ամեն։ Գիտեք, հետաքրքիր զուգահեռներ կան հոգևոր ոլորտի եւ մարմնավոր ոլորտի մեջ։ Մարմնավոր ոլորտը ունի մարմինը, մեր մարմինը ունի մի քանի սիստեմներ։ Անշուշտ ես բոլոր սիստեմաները չգիտեմ, բայց մի քանիսը կարող եմ թվարկել։ Դա մեր արյունատար համակարգն է, մի քանի համակարգեր ունի։ Դա մեր արյունատար համակարգն է, դա մեր լիմֆատիկ համակարգն է, եւ մի համակարգ էլ կա B լիմֆատիկա, ոնց որ կոչվում, եթե չեմ սխալվում։ Արյունատար համակարգը գիտեք, երբ որ սիրտը աշխատում է եւ արյունը ուղարկում է ամբողջ մարմնի անդամները, ամեն։ Եվ մեր մարմնի անդամները սնունդ են ստանում արյան միջոցով, ամեն։ Ամեն։ Լիմֆատիկ համակարգն էլ դա ջրային համակարգ է, նույն համակարգն է, որ պոմպ չունի, որ սեղմի, բայց մեր շարժվելու հաշվին մեր մարմնի այդ լիմֆատիկ համակարգը աշխատում է եւ այդ հեղուկը, որ մեր մարմնի մեջ գոյություն ունի, մարմնի ավելորդ բաները դուրս անում մեր մարմնից, ամեն։ Եվ երբ որ միտեղ խցանում է լինում, եւ դուք գիտեք, արյան համակարգի մեջ երբ որ խցանում է լինում, դա տրոմբ է, եւ դա շատ վտանգավոր է։ Ամեն։ Դա արդեն սրտի վրա կարա ազդի, դա կարա ուղեղի վրա ազդի, դու գիտեք այդ հիվանդությունները բնականաբար։ Իսկ լիմֆատիկ համակարգի մեջ երբ որ միտեղ սկսում է խցանվել, իսկ ինչի է խցանվում, որովհետեւ շարժում չկա։ Կամ
ջրի պակաս կա, կամ շարժման պակաս կա, երբ որ խցանում է, այդտեղ արդեն սկսվում է բորբոքում առաջանալ, ամեն։ Հոգևոր ոլորտի մեջ էլ, գիտեք, երբ որ այդ տրտմությունը, չգիտեմ, այդ ջրի խոսքի պակասությունը, երբ որ կանգը առաջացնում, այդ շարժը, այդ շփումը, այդ հարաբերությունը, երբ որ կանգը առնում, առաջանում են տրոմբներ, սիրելիներ։ Երբ որ մեր շփում, երբ որ մենք ենթադրենք գանք խելոք սենց նստենք եկեղեցի մեր համար, ուրիշ ոչ մեկի մեզի չի հետաքրքրում, ես եկել եմ խոսք լսելու, թողելու գնալու, եղել է, բոլորիս հետ էլ եղել է այդպես։ Դա հենց այդ բանն է, կանգն է։ Դա հենց այդ տրոմբն է։ Դա բորբոքում առաջացնում, քույր եղբայրներ, մենք պետքա շփվենք իրար հետ, մենք պետքա իրար համար հոգ տանենք, ամեն։ Կուզեմ կարդամ Թեսաղոնիկեցից Թեսաղոնիկեցիս 5-րդ գլխի 14 խոսքը։ Աղաչում ենք ձեզ եղբայր, խրատեցեք անարգներին, մխիթարեցեք փոքրասիրտներին, օգնական եղեք տկարներին, երկայնամիտ եղեք ամենքի հետ։ Կորինթացիս 9:22-23 խոսքերը։ Տկարներին տկարի պես եղա, որ տկարներին շահեմ, ամենին ամեն բան եղա, որ ինչևից է մի քանիսին ապրեցնեմ։ Այս անուն եմ ավետարանի համար, որ նրան կցորդ լինեմ։ Գործքի 20:35 համարը ամեն բան ցույց տվի ձեզ, որ այնպես պետք է աշխատել, որ տկարներին հոգ տանել եւ Տեր Հիսուսի խոսքը հիշել, որ ինքն ասեց ավելի երանելի է տալը, քան թե առնելը։ Քույր եղբայրներ, երբ որ մենք փորձում ենք հոգ տանել իրար, երբ որ մենք փորձում ենք իրար բարձրացնել, դա հենց այդ շփումն է, հենց դրա միջոցով Աստված հոսում է։ Հավատացեք։ Ես սովորաբար շփվող մարդ չեմ, այդքան շատ շփում սիրող չեմ, բայց եկեղեցում շատ անգամ մղում եմ ունենում գնամ, քաջալերեմ մի հատ քրոջ, մի հատ եղբոր, բարևեմ, քաջալերեմ, բարձրացնեմ։ Օրինակ, երբեմն եղել է սրտից չեմ հասրել, մի անգամ երևի Ռոբերտին էի ուզում գնայի տեսնեի, չստացվեց, մեկ անգամ էլ Արմանին էի ուզում հանդիպեի, չստացվեց, բայց այնքան կարծես մի բան կիսատ մնար մեջս։ Հասկանում եք։ Մենք պետք է իրար քաջալերենք, մենք պետք է իրար բարձրացնենք, ամեն։ Եվ շատ մի հատ կարևոր խոսք եմ ուզում կարդամ Հովհաննես 1:7-ը։ Բայց եթե լույսի մեջ ման գանք, ինչպես նա է լույսի մեջ, հաղորդություն ունենք իրարու հետ։ Եվ նրա որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքերից։ Այստեղ բանալի խոսքը սա է, երբ որ մենք իրար հետ հաղորդակցություն ենք ունենում, դա նշանա, որ մենք լույսի մեջ ենք։ Երբ որ մենք չենք ուզում ոչ մեկի հետ շփվենք, մի քիչ պետքա մտածենք, ամեն։ Պետքա մտածենք, ես խի չեմ ուզում շփվել, ես խի եմ ուզում փախնեմ։ Ոչ մեկի հետ չեմ ուզում շփվեմ։ Իսկ երբ որ մենք իրար հետ հաղորդակցություն ունենք, ումեն լույսի մեջ ենք, եւ ասում է Տիրոջ արյունը մեզ մաքրում է ամեն մեղքերից, ամեն։ Չեմ ուզում խոսեմ հովիվների մասին, չեմ ուզում մարգարեությունների մասին, մարգարեների մասին խոսեմ, չեմ ուզում բարդ բաների մասին խոսեմ, ուզում եմ մեր մասին խոսամ։ Երբ որ մենք իրար հետ շփվում ենք, Տիրոջ զորությունը գալիս է եւ մաքրում է մեզ ամեն խնդիրներից, ամեն մեղքից, ամեն հիվանդությունից, ամեն։ Գիտես, մի օր արթնացա, ինքան լավ էի քնել, քույր եղբայրներ, տենց շատ եզակի դեպք կար, որ տենց արթնացել եմ ուրախ, ասում եմ Տեր ջան, շնորհակալ եմ էլի, ես ինչ գեղեցիկ օր ես բացել ինձ վրա։ Մի 10 րոպե երևի, շատ երկար էի քնել այդ օրը, 10 րոպե էր, ինչքան էր, հետո մի հատ զանգ ստացա։ Եղբայրս զանգել ասում է, ինչպես ես քնել այսօր։ Ասում եմ շատ լավ, ինքան լավ եմ քնել, ասում եմ փառք Տիրոջը։ Գիտես, դրա առաջի օրը մենք խոսում ենք, որ չեմ կարող գիշերը քնել։ Եվ
եղբայրը տեսել է, որ ես խնդիր ունեմ։ Գիտես, այդ ոնց է աղոթել այդ ամբողջ օրը, որ այտենց անուշ քնել է ես։ Սա հաղորդակցություն է, քույր եղբայրներ։ Ընդամենը լուրջ հոգս չէր էլի։ Իրական, այսօր վատ եմ քնել, վաղը կարամ լավ քնեմ, չէ՞։ Բայց ինչքան Աստված կար իր սրտի մեջ, չէ՞, որ ինչքան ինձ հաճելի էր, որ եղբայրս հոգ էր տարել իմ համար։ Աղոթել էր, որ ես այդ օրը լավ քնեմ։ Իրական ես մի քանի օր իրար վրա չէի կարող քնել։ Գիշեր արթնանում էի ու գլխացավ էր տալիս եւ այլ եւ այլ։ Այդ օրը չէի էլ մտածել, այնքան լավ էի քնել, արթնանում եմ եղբայրը զանգում ասում, ինչպես ես քնել։ Ամեն։ Գիտես, ես որ այս բանը ձեռքիս վիրահատության ժամանակ այնքան զգացված էի, որ այս եկեղեցին կենթանի եկեղեցի է։ Այնքան զգացված եմ մինչև հիմա, այնքան գոհությունով, շնորհակալությունով լեցված է սիրտս ձեզանից ամեն մեկի հանդեպ եւ Տիրոջ հանդեպ, որ այս ընտանիքը ես ունեմ, որովհետեւ ես տեսա թե ինչքան դուք սիրտ ունեք ինձ համար։ Եվ սա գիտես ինչ սիրտն է, այն սիրտն է, որ հարազատը ունի հարազատի հանդեպ։ Ամեն։ Եվ երբեմն մենք այստեղ որ գալիս ենք տարբեր տեղերից են գալիս։ Տարբեր մեր կրթական մակարդակը տարբեր է։ Մեր նույնիսկ մշակույթը տարբեր է։ Այստեղ քանի հոգի ենք հավաքված, մենք շատ տարբեր մշակույթներից ենք հավաքված։ Նույնիսկ մենք որտեղ ապրում ենք, շատ ռուսներ են ապրում, միգուցե դուք որտեղ ապրում եք, շատ մեքսիկներ են ապրում, ու էդի ուզենք չուզենք մեզ վրա կրում ենք մենք, եւ երբ որ գալիս ենք, մեր մեջ 100%-ով կարող եմ ասել, որ շատ տարբեր հայացքներ մենք ունենք, որ նույնը չեն։ Իմ հայացքը մի քիչ տարբեր է, քո հայացքը մի քիչ այս կողմը, մյուսի հայացքը մի քիչ այն կողմը, չէ՞։ Բայց հենց այստեղ է, որ որոշակի խնդիր է առաջանում։ Հենց այստեղ է, որ մենք ունենք, ու սա է, որ ես միշտ ուզեցել եմ կիսվել ձեզ հետ, այս սրտիս մեջ միշտ ասենց բան ա եղել։ Միշտ ցավ ա եղել, որ եկեղեցու մեջ ինչ որ մեկը ասում է, էսի սենց չի, սենց պետք է լինի։ Ես կարծում եմ ու ունքերը ներքև իջեցրած։ Դա ես էլ եմ ասում, որ գիտես, սենց կարելի անել, սա ուրիշ հարց է, բայց որ ունքերը ներքև ա իջնում, սա մի քիչ պրոբլեմ է։ Բայց պետք է հասկանանք, որ թեև այս մարդը այս մշակույթից է գալիս, թեև այս քույրիկը այսպես է մտածում, մենք Քրիստոսի մարմինն ենք։ Հիմա ես չեմ ասում վարդապետական լուրջ հարց, որ մեկը գալիս է, ասում է Քրիստոսը Աստված չի, ես բնականաբար ես չեմ ընդունի դա։ Բայց օրինակ մեր մեջ կան մարդիկ, ովքեր պահպանողական 50-ական եկեղեցուց են եկել, մարդիկ կան, որ ազատ եկեղեցիներից են եկել, ովքեր որ շատ ավելի փառաբանության, ծափի բանի պաշտամունք ունեն։ Գիտես, իմ հարգանքը նա է, որ ինքը այդպես է, ես տարիներ շարունակ Վանաձորում մի հատ քույրիկ եմ տեսել, այդ եկեղեցում գլխաշոր չէին կապում, բայց տարիներ շարունակ այդ քույրիկը իր գլխաշորը կապում էր ու աղոթք էր անում, շատ լավ էր անում, բոլորը հարգում, սիրում էին իրան, ինքը այդպես էր մտածում, այդպես էր անում, քույր եղբայրներ։ Հենց սերը դա է, որ մենք ընդունում էինք իրար այնպես, ինչպես որ մենք կայինք։ Ամեն։ Եվ հենց այստեղ է, որ մի հատ խոսք եմ ուզում կարդամ Հռոմեացիս 15-րդ գլխի 1-ից 7 խոսքը։ Մենք, որ զորավոր ենք, պետք է տկարների տկարությունը վեր առնենք եւ միայն մեր անձին հաճոյ չլինենք։ Հապա մեզանից ամեն մեկը թող հաճոյ լինի ընկերին դեպի բարին, շինության համար, որովհետեւ Քրիստոսն էլ ոչ թե իր անձին հաճոյ եղավ, այլ ինչպես գրված է, թե նախատզողների նախատինքները ինձ վրա ընկան։ Նրա համար ինչ որ գրվեցավ, մեզի սորվեցնելու համար գրվեցավ, որ համբերությամբ եւ գրքերի մխիթարությամբ հույսն ունենանք եւ համբերության եւ մխիթարության Աստվածը տա ձեզ միևնույն բանը խորել իրար հետ Քրիստոս Հիսուսի կամքին համեմատ։
որ միաբան մեկ բերանով փառավորենք Աստծուն եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսին Հորը։ Վասն որոյ իրարու ընդունեք ինչպես Քրիստոսալ ընդունեց մեզ Աստծո փառքին համար։ Ամեն։ Գիտես, ես իմ կյանքիս մեջ տարիներ շարունակ նկատել եմ մի բան, որ եկեղեցում եղել է մեկը խանգարել է ինձ։ Որ եկեղեցում եղել է մեկը խանգարել է քեզ։ Վստահ եմ, այստեղ ձեզանից յուրաքանչյուրի մոտ էլ ինչ որ մեկը խանգարում է քեզ եկեղեցում։ Ու էդի ասեմ, էդի սատանայից չի, էդի Աստծուց է։ Գիտեք, ես երաժիշտ եմ։ Ես երաժշտության մեջ չափսեր կան, որոնցից որ շատ լավ եմ։ Երաժշտական չափսեր կա, որ ես չեմ սխալվում, էլի։ Ասենք խառը չափսեր բան, եթե նկատեցիք հիմա էլ ինչ որ տակտը մի քիչ առաջ գնաց, եկանք տակտի հետ վերջացրեցինք, եթե նկատեցիք։ Գիտեք, ես երաժիշտ եմ։ Ես երբեք չափսից չեմ ընկնում։ Բայց այդ նույն տարիներ առաջ այդ եկեղեցում, որի մասին ես խոսեցի քիչ առաջ, մի հատ քույրիկ կար։ Առանց միկրոֆոնի իր ձայնը իմ միկրոֆոնով ձայնից բարձր է։ Եվ ինքը առաջ է կանգնում ու մի հատ ալելույա որ չի երգում, այստեղից մտնում, ասենց ուրիշ տեղից ասենց ճղում հելնում է իր ձայնը։ Մի օր կանգնեցի հովիվին, ասեցի, լսի, ասի, այս քույրիկին ասա չերգի։ Դե երիտասարդ տղա է, տարիներ առաջ էր դա։ Ասի, այս քույրիկին ասա թող չերգի, էլի, հիմա խառնվում ինքը որ երգում, ինչի համար ասեցի, որ ես երաժիշտ եմ, տակտերից չեմ խառնում, հենց էսի երգումը տակտից խառնվում եմ։ Տակտը խառնում եմ իրար, տակտից ընկնում եմ։ Այս հովիվը շատ իմաստուն պատասխան տվեց ինձ։ Ես հավատում եմ Սուրբ Հոգին էս իմաստուն պատասխանը դրեց իր սրտի մեջ։ Ասես դու ուզում ես տիրոջ սոխակի ձենը կդրես, ասում եմ ինչ սոխակ, այ ախպեր, ֆալշ երկող, տարեց կինա, դες բարձր ձենով, սաղի ձենը կտրում է, իր ձենը։ Ու սկսեցի մտածել, մի հատ պատմություն պատմեց, ասում է, ես այս պատմությունը չգիտեմ, միգուցե այս պատմությունը դուք լսել եք շատ ավելի ճիշտ ձևով, բայց իր պատմած վերարտադրած բանն եմ պատմում, ուրեմն ինչ որ եկեղեցում մի հատ մեկը եղել է, որ լսողություն չի ունեցել, ասել են դու չերգես, որպեսզի փառաբանությունը նորմալ չխանգարվի քո ձենով։ Գիշերը Տերը եկել ասել է, այդ սոխակի ձենը խի կտրեցիք։ Բաղաձայն ձենով, ասենց տակտի հետ չգնացող, ասենց շատ վատ երգող, գիշերը Տեր գալիս ասում է, այդ սոխակի ձենը խի կտրեցիք։ Գիտես, թեկուզ ինքը երգել լավ չգիտեր, թեկուզ ինքը դժվարությամբ էր երգում, բայց ինքը սրտանց էր երգում ու Տիրոջ պաշտում էր, իր ամբողջ սրտով, եւ ոչ մեկն իրավունք չունի իրան ասելու, լսի, ձենդ կտրի, որ մենք ստեղ Երևան ինչ լավ մակարդակով երաժշտություն ստեղ տանք, ոչ քավլիցի։ Դրա համար ես համաձայն եմ, որ այստեղ երգչախումբը պետքա լավ մակարդակ ունենա, բայց ինչպես տեսնում եք, մենք բոլորս պրոֆեսիոնալներ չենք։ Այստեղ բոլորս պրոֆեսիոնալ երկրպագուներ ենք։ Հետո նոր երաժիշտներ, քույր եղբայրներ, որովհետև մեր երկրպագությունն է կարևոր եւ ոչ թե մեր շատ ինչ խոսք ես էլ եմ ասում, շատ ճիշտ ու լավ կլինի, եթե մենք մակարդակով երաժշտություն ունենանք, մակարդակով երգենք, ֆալշ չերգենք, սխալ չերգենք, բայց ես չեմ քաջալերում, որ պետք չի երաժշտական գրականությունը, բայց ես ուզում եմ ասեմ, որ կարևորը, որ մենք մեր հոգով, մեր սրտով ենք պաշտում, եւ ես վախեցա, գիտեք, վախեցա ասում, օքեյ, թող երգի, թող իր բաղաձայն ձայնով, հենց ես թողեցի, հենց ես արձակեցի, այդ քույրիկի ձենը այլևս սկսեց չխանգարել ինձ, հասկանում եք, դրանից հետո մեկ ուրիշ բան սկսեց խանգարել, եւ ես այսօր, այսքան տարիներ հետո, քույր եղբայրներեսի տևել է երկար տարիներ, մինչև հասկացել եմ, որ եկեղեցում ինչ որ մեկը միշտ կխանգարի ինձ, թեև քավլիցի, հիմա ոչ մեկ չի խանգարում ինձ, ինչի համար, որովհետև ես դասս երևի սովորել եմ։ Բայց քեզ, եթե եկեղեցում ինչ որ մեկը խանգարում է, հիշիր, դաս ունես սովորելու։ Հիշիր, որ դու, որ զորավոր ես, տկարի տկարությունը պետքա վեր առնես։ Գիտես,
տարիներ առաջ նույն սեմինարի մեջ էինք։ Ես պահպանողական եկեղեցուց էի, շատ տարիներ առաջ էր սա։ Մի հատ եղբայր կար խարիզմատիկ եկեղեցուց։ Ես էլ պահպանողական եկեղեցուց եմ։ Սկսում էի ձեռ առնել սրան։ Ասում եմ, հա, ծափուցի ծաղն եկավ, բան, բրեյք դանսն եկավ, բան։ Ասես ձեռ էի առնում։ Այս հրաչ աղբերս ասում էր, խելոք մնա։ Չէր նեղվում։ Ինձի չէր պատասխանում։ Ես իրան նեղացնում էի, ցավացնում էի, չէր պատասխանում։ Իրա չպատասխանելը ինձի մտածելու առիթ տվեց։ Ասի, բայց Տեր, ես իրանց չէի համարում Աստծուց։ Դե շատ տարիներ առաջ է, այլ եմ ասում, 25-30 տարի առաջվա պատմություն եմ պատմում։ Ասում էի Տեր, բայց ես կարծում էի, որ իրանք Աստծո հետ կապ չունեն, բայց ասում եմ, սրա մեջ սեր եմ տեսնում, սրա մեջ քեզ եմ տեսնում, Տեր։ Ու էսի ինձի բան արեց, այս տղայի արարքը, այս տղայի համբերությունը ինձի ստիպեց, որ ես կանգ առնեմ եւ իմ կարծիքը փոխեմ։ Հասկանում եք։ Ընդամենը իր համբերությունը եւ իր խոնարհությունը ստիպեց, որ ես իմ կարծիքը փոխեմ։ Քույր եղբայրներ, երբեմն երբ որ մեկը այն ամենասկզբից հիշում եք, որ ասեցի տրտմությունով մեկը գալիս է, բա ինչ անենք։ Բա քույրս տրտմությունով եկել է, բա ես մեռած եմ, այդ հայերեն ասած։ Բա ախպերս տրտմությունով եկած է, բա ես մեռած եմ։ Գնալու եմ ձեռս գցեմ, ինչ ա եղել։ Հաթաթվել եմ, ասեմ, աղոթենք, մենք Աստված ունենք, մենք անհույս չենք։ Մենք հավատում ենք ամենակարող Աստծո։ Հիվանդ ես, կաղոթենք, նա մեր բժշկապետն է։ Ֆինանսական խնդիր կա, նա դրա համար է աղքատացել, որ նրա աղքատանալով մենք հարստանանք։ Չեմ ասում հարստանանք միլիարդատեր դառնանք, թեև դեմ չեմ, բայց որ մենք կարիք չունենանք։ Ամեն։ Եթե ինչ որ հարաբերության մեջ փչացել է մեր ինչ որ հարաբերությունը, մենք Աստված ունենք, որ այդ ամեն ինչը լուծել է։ Մենք կարող ենք այդքան խոնարհություն ստանալ, զորություն ստանալ Տիրոջից, եթե սխալ են գործել, գնանք ասենք Մայք ջան, կներես։ Տաքացա, սխալը գործեցի։ Ամեն։ Դրա համար մենք գոյություն ունենք, էլի եմ ասում, չէի ուզում խոսեի մարգարեություններից, մարգարեներից, առաքյալներից, չգիտեմ մեծամեծ գործերից, ուզում եմ մեր մասին խոսանք, քույր եղբայրներ։ Երբ որ մենք իրար համար սենց հոգ ենք տանում, երբ որ մենք իրար համար սենց շփվում ենք եւ կարեկից ենք իրար, Տիրոջ արյունը, ես կարիք ունեմ, որ այս խոսքը նորից կարդամ, քույր եղբայրներ։ Հովհաննես 1:7, բայց եթե լույսի մեջ ման գանք, ինչպես նա է լույսի մեջ, հաղորդություն ունենք իրար հետ, եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքերից։ Երբ որ այս պարզ, այս հասարակ բանը մենք կատարում ենք, իրար համար հոգ ենք տանում, Տիրոջ զորությունը գալիս է մեր մեջ, եւ սկսում է շրջան առվել, եւ սկսում է բժշկել, եւ սկսում է հոգալ, ամեն, ամեն։ Եվ եթե խնդիր կա, երկրորդ բանը, որ ուզում եմ նորից հիշացնեմ, սա է, Լիլիթ ջան կգաս, երկչախումբը թող գա, մեր թիմը գա, եւ երկրորդը, դու, եթե տեսնում ենք խնդիր ինչ-որ մեկի մոտ, դու, որ զորավոր ես, ես, որ զորավոր եմ, մենք, որ զորավոր ենք, այդ տկարությունը պետք է վեր առնենք, ամեն։ Մենք, որ զորավոր ենք, պետք է աղոթենք եւ բարձրացնենք նրան։ Որովհետև երբ որ մենք ինչ որ մեկի համար աղոթում ենք ու բարձրացնում ենք, էդի վաղվա մեր տկար մեզի ենք բարձրացնում, որ վաղը մենք տկար ենք, ինքն է կանգնելու մեր կողքը։ Ամեն։ Սա շատ կարևոր փոխհարաբերություն է, որ մենք Աստծո տունը պետք է այս շփումը ունենա իրար մեջ։ Մենք, որ զորավոր ենք, պետք է տկարի տկարությունը վեր առնենք։ Վաղը այդ տկարը զորավոր է եղնելու, եւ վաղը ես եմ տկար եղնելու։ Ոչ մեկ չի կարող ասի, որ ես Հավիտյանս Հավիտենից զորավոր գնալու եմ, չէ։ Գիտես, եթե Պողոս առաքյալը, որ Պողոս առաքյալ էր, ասում էր ինձի համար աղոթեցեք, բա ով ենք մենք, որ իրար աղոթքի կարիք չունենանք։ Ամեն։ Գիտեք, Բ Կորինթացիս 2:12-13 խոսքի մեջ հետաքրքիր մի բան կա։
Բայց երբ որ ես հասա Տրովադա Քրիստոսի ավետարանի համար եւ դուրն ինձ համար բաց էր Տերով։ Հասելա Տրովադա եւ ավետարանի համար մեծ դուռ է Տերը իր համար բացել։ Բայց շարունակությունը գիտես 13 խոսքն ինչ ասում։ Իմ հոգու մեջ հանգստություն չունեի, որ իմ Տիտոս եղբորն անտեղ չգտա, այլ նրանից հրաժարվելով գնացի Մակեդոնիա։ Գիտես, դուռը բաց էր, կարար ավետարանը քարոզեր, բայց իր եղբոր կարիքը ուներ։ Բ Կորինթացի 7:6 Բայց խոնարհներին մխիթարող Աստվածը մխիթարեց մեզ Տիտոսի գալովը։ Գիտես մի տեղ էր, որ Տիտոսն եկավ, ուժը տեղն եկավ, դուխը տեղն եկավ, համարձակությունը տեղն եկավ, կարծես ինչ որ կիսատ բան լրացավ։ Գործքի 18:5 խոսքը։ Եվ երբ որ Շիղան եւ Տիմոթեոսն իջան Մակեդոնիայից, Պողոսը հոգով վառվում էր եւ վկայում էր հրյաներին, թե Հիսուսն է Քրիստոսը։ Պողոս, երբ որ Շիղան ու Տիմոթեոսը իջան, Պողոսը տեսավ իր աղբերներին, ավելի զորացավ, հասկանում եք։ Ես այստեղ որոշ քույր եղբայրներ ասում եմ, լսի դուք չկայիք, մի տեսակ մեջքս ամուր չէր ծառայության ժամանակ։ Երբ որ որոշ քույր եղբոր չեմ տեսնում ես, գիտես, կարծես թե ինչի համար այսօր Հովիկ աղբորս ուրախ եմ, որ ստեղ ես։ Ուրախանում եմ, կարծես մի բան լրանում է, հասկանում ես, որովհետև քույր եղբայր, մենք իրար կարիք ունենք։ Մենք իրար կարիք ունենք։ Ուզում եմ, որ հիշենք երկու խոսք, խնդրում եմ։ Դուք մենք, որ զորավոր ենք, տկարների տկարությունը պետք է վեր առնենք։ Ամեն։ Եվ երկրորդը, եթե լույսի մեջ մանգանք, իրար հետ հաղորդություն ունենք եւ այդ հաղորդության պատճառով Քրիստոսի արյունը մեզ մաքուր է անում ամեն մեղքերից։ Ես կարամ ասեմ ամեն հիվանդություններից, ես կարամ ասեմ ամեն սխալ մտածելակերպից, ես կարամ ասեմ ամեն խավար բանից մեզի մաքրում է։ Տիրոջ արյան հաղորդակցությունը, ամեն։ Փառք Տիրոջը, կանգնենք ոտքի։ Մեր սիրելի Աստված, մենք երկրպագում ենք քեզ։ Խնդրում ենք սովորացրու այս դասը մեզ։ Ես շնորհակալ եմ, որ այստեղ եմ։ Ես շնորհակալ եմ, որ այս քո թանկագին զավակներին ես ունեմ ինձ քույր եղբայրներ, Տեր։ Ես շնորհակալ եմ, Տեր, այս իմ քույր եղբայրների համար, Տեր։ Եվ օգնիր մեզ, զորացրու մեզ, որպեսզի իրար բեռ կրենք, Տեր, որպեսզի իրար բարձրացնենք, որպեսզի իրար հոգանք, որպեսզի ընտանիք լինենք, Տեր։ Այս դասը դու երկրի վրա ես սովորեցնում, որպեսզի երկնքում խամ չլնենք, Տեր, որպեսզի երկնքում միամիտ չասենք սա ինչա կատարվում, Տեր։ Մենք շնորհակալ ենք, Տեր։ Խնդրում եմ օրհնիր, խնդրում եմ անհանդուրժողականությունը այստեղից վեր արտեր եւ դիր մեր մեջ հանդուրժողականություն, սեր, հոգատարություն, որպես իրար հոգ տանենք, իրար բռնենք եւ բարձրացնենք։ Օրհնյալ լինես, Տեր, օրհնյալ լինի Պաշտելի անունդ, Տեր։ Հալելույա։